հանրապետության հետ պատերազմյան շրջանի հիշեք կայունությունը եկել է ուրեմն արևմտյան երկրների հայտնվելով Հայաստանի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական միջավայրում եւ դա ակնհայտ է իսկ այստեղ բացառիկ է մեր պատմության մեջ անշուշտ Թրամփի ուղու այդ ուրեմն գործարկումը որի աշխատանքներն սկսվել են տեսեք ամերիկյան ոչ էլի ասեցին անել ուրեմն որ եւ հիմա չեմ ուզում ասեմ 100% որտեվ այդ չափը դժվար է դնել հիմա թող Ալիև չի որը մեկը փորձի Թրամփի ուղիով հարցակվի Սա իրոք ռազմավարական վերադասավորում է թե ռազմավարական վերադասավորում է համարում Իհարկե հիշում եք որ երբ որ հեղափոխությունը սկսվեց այս գործող վարչապետը ամեն օր կրկնում էր որ աշխարհակական ենթատեքստ չկա ամեն օր մի քանի անգամ էր ասում ես ինքս դոկտորական եմ գրել 6 թվականին եւ հենց աշխարհակահականությունից Հայաստանի դա հայտնի բան է եւ ես այդ առաջինն էլ ասել եմ որ ինքը կամ դիտավորյալ է ասում ռուսների չարությունը գրգռելու համար կամ էլ առայժմ չի գնահատում կամ դժվար է գնահատում կամ իրենց միջավայրում դա դեռևս աշխարհակահական չեն ասում բայց դա միանշանակ աշխարհակահական է հիմա մենք ըստ էության այս կամ այն կերպ եթե արևմտյան այսպես մի քիչ զգուշ խոսեմ հետո ավելի ճշգրիտ կլինենք ընդ որում զգուշը իմ համար չի հանրության համար եթե չենք կարող ասել որ Հայաստանն արդեն ամերիկյան ազդեցության գոտի է ընդգրկվել գեոստրատեգիական իմաստով այսինքն մեծ համաշխարհային պատմական իմաստով քաղաքական ապա ռուսական ազդեցության գոտուց դուրս է եկել կամ շատ քիչ է մնացել դուրս գալու համար կամ եւ սա օբյեկտիվ ընթացք է սա որևէ մեկի ցանկության հետ կապ չունի որովհետեւ աշխարհակահական գործընթացները տեկտոնական շարժերի նման են երկրակեղևի պայթյունը երկրաշարժի ինչպես է լինում կեղևում երկրին ընդերքում էներգիայի այնպիսի կուտակում է լինում տարիների ընթացքում որ նա խտանալով հանկարծ որտեղ այնտեղ միացումներ կան պլաստների կամ հարթակների թույլ տեղը տալիս եւ ճակից դուրս է գալիս պատական չի որ մեր մոտ աղետալի երկրաշարժեր սպիտակի եւ Ալեքսանդրապոլի կամ Լենինականի կամ Գյումրվա այս որտեղ այստեղ է պլաստն անցնում դեպի Կարմիր ծով եւ այլն որ երկրաբանություն եմ ասում եւ սա այսպեսին է հիմա ես կարծում եմ որ ռուսները դրա հետ համաձայնվել են իրենց մտքերի մեջ որտեղ ուժ չունեն հետ տանելու համար արդեն բայց ուժ ունեն երկրում անվտանգության սպառնալիք առաջացնել իրենց էմիսարներով իրենց օլիգարխներով եւ մեր ժողովրդի անհիմն ռուսասիրությամբ չնեղացնեմ մեր ժողովրդին էլի որը հիմք չունի եւ վտանգավոր է ես չեմ ասում ընդհանրապես որևէ ժողովուրդ չպետք է սիրի որևէ ժողովուրդ ինքը պետք է հարգի ինքը առաջին իրեն պետք է հարգի որ իրեն սիրի մնացածը երկրորդական հարցը այստեղ մենք էլ խնդրեմ ունենք ինչի ունենք որովհետեւ Կիլիկյան Հայաստանից հետո երբ առաջին հանրապետությունը վերականգնվեց ազգային պետություն չառաջացավ 2 տարի հետո սովետական իշխանություն եւ ազգային գաղափարը են որ կա միավորում է ժողովուրդներին չկա եթե մենք հիմա ազգային գաղափար ունենայինք այդ բանը որ ասում են այդ կլներ օրինակ ես համոզված եմ որ այդ գաղափարը մենք ունենք դա քրիստոնյա ժողովրդավարական կոնցեպցիան է որտեղ մենք պետականորեն ենք ընդունել ի տարբերություն այդ հրճագելերը բայց հələ որ չի խմորվել որտեղ մեր մտավորականության հիմնական մասը միջին մտավորականը մնում է բոլշևիկ աթեիստ չվիրավորելով աթեիստ բոլշևիկ չէ որտեղ եւ այդ դասագրքերին գերի որոնցով ինքը սովորել ակադեմիական կամ բան իսկ այդ դրանց ենթատեքստը ռուսական ենթատեքստ է հայկական չի հայկական շահը այնտեղ ստորադասված է ռուսականին դրա այն ֆորպոստը ձեզ մոտ էլ են շատ ասում ինչ է ֆորպոստը որովհետեւ մի բան որ Ռուսաստանը պետք է ռասխոտ անի
մեզ էլ անում է ռասխոտ, այս վերջերս էլ գրել էր այդ Forbes-ը Ժուկովկա, Ստալինի Փեսանը Ռոստովից, ակադեմիկոս է, դա ասում է Հայաստանում է բանն է, Forbes-ն է, հորից իրեն էր տրված էլի, Հայաստանը Forbes չի կարող լինել, ընդ որ հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան այսպես չէ, հյուսիս-արևելյան հատվածում ենք մենք, որպես հանրապետություն, հայկական լեռնաշխարհը 350-400 քառակուսի կիլոմետր է, եւ դա օբյեկտիվ իրողություն է, սա ցանկությունով չի, հիմա անվտանգ իհարկե այդ բոլորը ստացել է եւ բոլորի լավանում է։ Պատական չի որ նայեցեք Թրամփի ուղղությամբ Հայաստանում հունվարին տեղի ունեցան հայ-ամերիկյան հարաբերություններում ավելի շուտ Ես ասեի սկզբունքային, դարակազմիկ չասեմ, բայց սկզբունքային, եթե ուրեմն հաջողությամբ գործը գնա, կվերածվի դարակազմիկի, բայց կարևորագույն տեղաշարժ եղավ, երբ որ Վաշինգտոնում ստորագրվեց Թրամփի վարչակարգի կողմից արդեն ստացած ժառանգություն դեմոկրատներից հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության, առաջին անգամ գործընկերության համաձայնություն ստորագրվեց։ Այսա ես այն ժամանակ Հայաստանը շարժվում է դեպի այսպես եւ անվտանգություն եւ զարգացում, որին պիտի ինքը կարողանա սպասարկել եւ ժողովրդավարություն։ Հիմա դրանից առաջ էլ հիշեք Նենսի Փելոսին դեմոկրատ արդեն երբ Վաշինգտոնից եկավ, հիշում եք դա փայլուն բաներ, Երևան եկավ եւ այն ինչ ասեց։ Ասեց ժողովրդավարությունը շարժվում Ամերիկայից Ուկրաինա, Ուկրաինայից Թայվան, Թայվանից էլ դեպի Հայաստան։ Եվ այս շրջանում է, որ ես հայտարարեցի, որ ուրեմն առաջացել է ժողովրդավարության պատնեշ, վալ, հյուսային օվկիանոսից, ուրեմն Ֆինլանդիա, հիշեք, նայեցեք, քարտեզ ենք նայում, մեծ բալթյան պետություններ, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, մինչև Արաքսի հովիտ։ Այսա դեմոկրատիայի պատնեշն է վալը, որ առաջացել է եւ դա այդ Նենսի Փելոսի ասած, որից հետո եթե կարող ենք ստուգենք, որ Հայաստանի սահմաններին կաշանաբար եկավ խաղաղություն, ես ենթադրում եմ, հույս ունեմ ավելի շուտ, որ գոնե հիմա ողջախոհություն կունենանք, նաեւ ներքին իմաստով բանակի վերակառուցում, որտեղ սա է առաջին փաստարկը եւ վերջին փաստարկը բանակի հզորությունն է, հետո պետության եւ Հիմա եւ այսպես եւ պատական չի որ նայեցեք մենք 30-40 տարվա մեր պատմությունը որ դիտում ենք մեր աչքի առաջ է եղել ուրեմն Հայաստանն առաջին անգամ լայն շերտով ընդգրկվել է համաշխարհային քաղաքականության տարբեր շերտեր ընդ որում ոչ пассив շատ հաճախ որպես կողմ Շանհայ տարօրինակ կասեմ, ես ավանդական ռուսական մտածողությամբ կաղապարված դպրոցից կաղապարված հայի ուղեղը պայթում է ես ոնց թե Շանհայ հետո Կահիրե հետո Վաշինգտոն կամ հակառակ ես ոնց թե այնը Ռուսաստան չէ Եգիպտոս եւ բայց սա բալանսի քաղաքականությունն ինչու որտեւ եթե դուք լավ եք հաշվում ազգային շահը ճիշտ եք ձևակերպում ձեզ չափերը գտնում եք, որտեղ ինչ կան առաջ գնաք, որտեղ հետ նահանջեք եւ սա մշտական շարժ է։ Այս պայմաններում դուք հաջողությամբ այս քաղաքականություն իրականացնում եք, իսկ հին ուղեղները փչացած, չվիրավորելով ժանգոտ ուղեղները չեն կարողանում դա ընկալել, ժամանակից հետ են մնացել։ Հիմա լավ է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այս տեղաշարժ ընկալում են եւ սա երկրորդ դեպքն է մեզ համար, բայց ավելի լայն բանով 18-20 թվականին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես Անտանտի դաշնակիցներ, կրտսեր դաշնակիցը, պաշտոնապես Անգլիա, Ֆրանսիա եւ այլն, եւ այն ժամանակ էր, որ օգնություն հասավ սնունդ, զենք, կտորեղեն կանանց հագուստի տեսքով եւ այն կտորեղեն Ամերիկա բան են ասում, իսկ այսօր ավելի լայն շռայլ ձևերով ամերիկյան օժանդակություն արդեն Թրամփի բանով այդ ուղու տեսքով ընդ որում այն էլ այնպիսի մի վիճակով երբ հստակ հայտարարվում է որ դա ինքնիշխան
ուրեմն պետության Հայաստանի մասին է խոսքը, տարածքում տեխնիկական եւ այլ համագործակցության մասին է։ Ես ասեմ հիմա Ավետիս Սահարունյան, եթե կենթանիներ կասեր ճիշտ է, տարածքը փոքր երազս կատարվեցին, հանջարեղ մարդը, որը Սևրում բանակցում էր Հայաստանի, սա փոքր Սևր է։ Իհարկե անվտանգությունն ավելացել է եւ դուք տեսեք թուրքական արձագանքները։ Արձագանք ինչն է, որովհետեւ մեզ համար կյանքի ու վարպետության հարց է դառնում Թուրքիայի հետ հարաբերվել Ամերիկան մեզ հետ հարաբերվի ոչ թուրքական խողովակով, ամերիկյան խողովակ, այն ամերիկացին ուղղակի Երևան, Վաշինգտոն, ոչ թե Վաշինգտոն, Անկարա, Երևան, կարող է այդպես լինել, որը շատ վատ է, սա չկա։